շաբաթ, ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Մի օր կգաս քո դատարկ տուն ու կտեսնես հայրդ չկա, օրեր կանցնեն կամ տարիներ, կգաս քո տուն, կտեսնես, որ մայրդ չկա, կցանկանաս գնալ անցյալ, կհասկանաս, որ այլևս հնար չկա, ոտքդ կառնես մի օր քարին, ցավով նստած տառապանքից, դու չես լսի այն խոսքերը, քոռանամ ես, ասող չկա, ջերմության մեջ անշարժ պառկած, քեզ մոտեցող ու ճակատդ պատչող չկա, կբղավես սենյակից մի սենյակ, բայց քո ձայնը լսող չկա, սիրելիներս, այսպիսի մի փոքր տխուր տողերով եմ սկսում նոր տեսանյութ, բարի օր իմ թանկագին հետևորդներ ջան, բոլորիս օրը լինի ուրախ և խաղաղ, քանի ծնողները կենդանի են, պետք է սիրենք, գնահատենք, փայփայենք, վայելենք ծնողների ջերմությունը, ներկայությունը և սերը, կյանքը հավերժ չի, ինչքան կարաք երիտասարդներ ջան, սիրեք, փայփայեք ձեր ծնողներին, այս գեղեցիկ ծաղիկով էլ սիրելիներս, ուզում եմ ձեզ մի փոքր ուրախացնեմ, տեսնում եք ինչքան գեղեցիկ են ֆլոքսները և այս ծաղիկները, իսկ հիմա գնանք մեր բանջարանոց, տեսնենք կանչում են, ինչ ենք ուտելու այսօր բանջարանոցում, համ գործ են անում, համ սենց համով, հոտով հաց ենք ուտում, հաց, պանիր, մեր հողամասի վարունգը, լոլիկը, ձմերուկ ենք կտրել, ես էլ ձեզ հետ միասին, համ խոսում եմ, համ էլ ուզում եմ ձեզ հյուրասիրած լինել, եկեք դաշտի հաց ուտենք, առաջ տենց էր, չէ, դաշտում բացում էին, բոխչա էին ասում, խուրջինը բացում էին, հացը, ձուն, պանիր, կանանչի, աշխատավորները ուտում էին, հետո նոր անցնում իրենց գործին, այսօրվա ձմերուկը շատ կարմիր, ընտիր ձմերուկ է սիրելիներս, համով, քաղցր, համեցեք այս դրախտավայրում միասին վայելենք պարզ հասարակ հաց ու պանիրը, ցանկացա ձեզ հետ կիսվել սիրելիներս, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի հաճելի դիտում, բանջարանոցում ընդմիջում արեցինք հաց, պանիր, լոլիկ, ձմերուկ, ես եկա թեթև ընթրիք պատրաստելու, իրենք էլ իրենց գործը շարունակում են, ջուր եմ դրել գազօջախին եռած, լցնում եմ լոլիկների վրա, պատրաստելու եմ լոլիկով ձվածեղ, հիմա կթողնեմ եռման ջրի մեջ, լոլիկները մի փոքր թուլանան, նոր կեղևները կմաքրեմ, եռման ջրից հետո կեղևները թուլացել են, սկսում եմ մաքրել, սիրելի հետևորդներ, ձեզ մոտ էլ այդպես ամեն օր մտածում ենք, այսօր ինչ ենք եփելու, ով, ինչ պատրաստենք, ինչ ճաշատեսակ, որ բոլորը ուտեն, չէ որ ընտանիքի անդամները, մանավանդ երեխաները, այս չենք ուտում, այն չենք ուտում ու մենք չենք կարողանում որոշել, թե ինչ պատրաստենք, բայց քանի որ բոլորս էլ սիրում ենք պամիդորով ձվածեղ, այսօր պատրաստում եմ պամիդորով համեղ ձվածեղ, ինձ մոտ լոլիկները մուգ կարմիր չեն, որովհետև մեր լոլիկները տեսականի լոլիկներ են, ուտելու լոլիկներ են, սիրելիներս, մարինատի լոլիկներ են, ես այս տեսականի լոլիկով էլ կպատրաստեմ, համը ասեմ շատ քաղցր է, համեղ է, ուղղակի գույնը մուգ կարմիր չի, սիրով կպատրաստեմ իմ տարբերակով, ինչպես իմ ընտանիքի անդամներն են սիրում, այդպես էլ պատրաստելու եմ, հիմա մաքրեմ, վերջացնեմ, կհանդիպենք,
Լոլիկների կեղևները բոլորը մաքրել եմ, կոթի մասերն էլ հեռացրել եմ։ Հիմա սկսում եմ կտրտել, բայց կտրտելու ընթացքում եթե հանդիպի, նորից կհանեմ, որ մնա միայն փափուկ մասը, իսկ կոշտ մասով համով չի լինում, կոպիտ է լինում։ Այստեղ մի փոքր կա, փափուկ մասը հանեմ, կոշտը հեռացնեմ։ Սիրելիներս, այնպես ափսոսում եմ, որ ամառը արդեն վերջանում է, համեղությունները վերջանում են, մանավանդ պարտեզիս ծաղիկները, որ այսպես նայում եմ, չէ, արդեն զգում եմ, որ թառամում են, ոնց որ ասած, աշնան հոտ է գալիս։ Տարին արդեն իր եղանակներն է փոխում, աշուն կգա, ձմեռ, գարուն, նորից ամառ։ Ինչ արած, եղանակի հետ էլ հարմարվում ենք։ Իսկ հիմա կտրտեմ և արդեն տապակի տակը կմիացնեմ, որպեսզի պատրաստեմ։ Մինչ լոլիկները կտրտեցի, վերջացրեցի, յուղն էլ հալվել է, արդեն լավ տաքացել է, ավելացնում եմ կտրտած լոլիկները հալված յուղի մեջ, դաղված յուղի մեջ։ Ես սոխով չեմ պատրաստում, չնայած որ շատ եմ սիրում սոխով, լոլիկով, պամիդորով ձվածեղը, անգամ բամիայով և սմբուկով էլ եմ պատրաստում, բայց այսօր այն տարբերակը չի, որտև երեխաները սոխով չեն սիրում, պատրաստում եմ միայն լոլիկով և պղպեղով։ Հիմա մինչ մի քիչ լավ եփի լոլիկը, ես մանրացնեմ պղպեղը։ Համ կանաչն է ինձ մոտը, համ էլ կիսակարմիր, կիսադեղին։ Էլ չեմ ուզում կրկնեմ, գիտեք, որ մեր հողամասից է և լոլիկները, և պղպեղը, և կանաչին։ Հիմա մանրացնում եմ։ Լուսահոգիս կիսուր մայրիկս էլ էր շատ սիրում լոլիկով ձվածեղ։ Սիրում էր, որ շատ առատ բամյա լցնի, սիրում էր սոխով, շատ համեղ պատրաստում էր։ Ես էլ եմ շատ սիրում և իրենից եմ սովորել սոխով, բամիայով և սմբուկով, սմբուկել էր մանր, մաքրում էր կեղևներից սմբուկը և մանր կտրտում, լցնում էր ձվածեղի մեջ, շատ համով էր լինում։ Սկզբից պամիդորի հետ էր լցնում, հետո պղպեղը, նոր բամյան, հետո վերջում ձուն, շատ համեղ էր լինում։ Երեխաները, որ չեն սիրում, դրա պատճառով առանց սոխի եմ պատրաստելու այսօր։ Լոլիկները լավ եփվել են և արդեն համարյա եփված է պղպեղները։ Հիմա աղ պետք է ավելացնեմ։ Համեմելու եմ աղով։ Այսքանը դեռ բավական է, ընթացքում կհամտեսեմ, եթե աղը պակաս լինի, կավելացնեմ։ Համեմելու եմ նաև, այո, ճիշտ եք հիմա լսելու, շաքարավազով, սիրելիներս, անպայման ես ինչքան պատրաստում եմ, ավելացնում եմ շաքարավազ, քանի որ ինչքան էլ քաղցր լինի լոլիկները, պամիդորով ձվածեղի պատրաստման ժամանակ ես մի փոքր ավելացնում եմ, որ համային բերումով շատ համեղ ստացվի։ Խառնելուց հետո կմանրացնեմ կանաչին։ Ինձ մոտ համեմ է մի փոքր մաղադանոց և մի 2 ճյուղ էլ ռեհան։
Արդեն լոլիկը պղպեղը լավ եփված եմ, ժամանակն է ավելացնեմ մանրացրած մի փոքր փունջ խառը կանաչի։ Կխառնեմ կանաչին և կթողնեմ մի փոքր էլ կանաչին եփվի, հետո արդեն կավելացնեմ ձուն։ Սիրելի հետևորդներ ջան, հեռախոսիս մարկոցը նստել էր ձուն, հարելու ժամանակ չկարողացա ցույց տալ։ Այսօր էլ պատրաստեցի պամիդորով ձվածեղ, համեղ ուտեստ, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, քիչ հետո կմիանամ։ Լոլիկով ձվածեղը կերանք, մեզ անուշ լինի, ձեզ էլ բարի դիտում լինի։ Հիմա բանջարանոցից բերել են լոլիկներ տարբեր սորտերի, կարմիր, ռոզվի, լոլիկի մի մասը դեղնավուն, մի մասը կարմրավուն, բայց ասեմ, որ շատ համեղ է, որ մի մասը, վերին մասը դեղին է, իսկ ընդհանուր մասը կարմիր, անչափ քաղցր է։ Հիմա առաջնահերթ ինչ պետք է անեմ։ Լվանում եմ լոլիկները, ինչ եմ պատրաստում, ձեզ հետ միասին հիմա կասեմ։ Ոչ մի բան չեմ պատրաստելու, սառեցնում եմ սիրելիներս լոլիկները, կսառեցնեմ իմ տարբերակով։ Հիմա լոլիկները լվանալուց հետո նոր կանցնենք միասին գործի։ Լավ պետք է լվանանք կոթի մասերը, ես կեղևները չեմ հանելու, կեղևով եմ սառեցնելու, հետևորդներ ջան։ Կան տնային տնտեսուհիներ, որ սառեցնում են կեղևները մաքրած, դա էլ տարբերակ է, և խոսքի ճաշերի մեջ ավելի համեղ է, տեսնում եք դեղինը, պատրաստի է, հենց հանում ենք և կլցնենք սոխառացի վրա, կեղևները հանած սառեցրած լոլիկները, իսկ հիմա ես լվանամ և ցույց կտամ, թե ինչ եմ անում։ Բավականին էլ լոլիկ ունենք, ինչքան մարինադ ենք պատրաստել, ինչքան հյուրասիրում ենք, աղջկաս համար եմ պատրաստել, տվել ենք, տարել են, բայց նորից բավականին կա, այս տարվա բերքահավաքը սիրելիներս շատ էր, շատ լավ բերքահավաք ունեցանք, բայց արդեն սկսում են, ոնց որ ասած, բույսերը չորանալ, անձրևներից, խոնավությունից, այս տարի շատ անձրև եկավ, դրանից է, գոհանանք Տիրոջից, ինչքան բերք հավաքեցինք, շնորհակալ ենք Աստծուց մեր բերքի համար, մեր աշխատանքի արդյունքը այս տարի շատ լավ էր, շնորհակալ եմ Աստծուց, որ լավ բերք ստացանք այս տարի։ Մի հատ էլ ցնցուղ պահեմ լոլիկների վրա, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ շատ առողջ լոլիկներ են, ոչ մի փչացած տեղ չկա, անցնենք հիմա մյուս քայլին։ Իսկ հիմա սկսենք արդեն կտրատել շրջանաձև լվացած լոլիկները, գլխի մասը չեմ դնում, կոթունի մասը հանում եմ և շրջանաձև մի փոքր հաստ կտրատում եմ։ Հաստ եմ կտրատում, որովհետև հարմար է այս տարբերակով, մի քիչ հաստ, որ խաշլամա պատրաստենք, հանենք, դնենք խաշլամայի վրա, ձվածեղ պատրաստենք, ինչու չէ նաև պիցցաների վրա շարենք, հետևորդներ ջան։ Սկուտեղի վրա դրել եմ պոլիէթիլենային պակետ ամեն օրվա և լոլիկները շրջանաձև կտրտած շարելու եմ այդ պակետների վրա, նոր դնեմ սառցախցիկը։ Հետևորդներ ջան, ցանկությունը ձերն է, կարող եք մի բարակ կտրել, ավելի հաստ կտրել, չկտրել, կլոր դնել, առաջին անգամ եմ դնում սառցախցիկ լոլիկ, չեմ կարող ասել, որ դրել եմ, ինձ դուր է եկել, ոչ, առաջին անգամ է, փորձում եմ, ասացված կա փորձը փորձանք չի բերում, կդնեմ, կսառեցնեմ, կօգտագործեմ, եթե դուրներս եկավ, արդեն կշարունակեմ սառեցնել։
Քանի որ սառցախցիկ ունենք, որոշեցի պատրաստել, ինչու՞ չէ, և փորձել։ Կպատրաստեմ ընդամենը 2 սկուտեղ։ Կտրտեմ, վերջացնեմ, սա վերջացրեցի արդեն։ Հիմա շարեցի էլ։ Տեղավորում եմ, որ շատ տեղավորվի։ Ահա, այս մեկն էլ կդնեմ, հիմա երկրորդն եմ դրել սկուտեղը, նույն ձևի պոլիէթիլենային պակետ եմ դրել։ Այս դանակը հոգիս կերավ, ճիշտն ասած, հետևորդներ ջան։ Փոխեմ իմ ձեռքի այդ փոքր դանակը վերցնեմ։ Ամենահարմար դանակներն է, այնքան դանակ ունենք, ոչ մեկը սուտ չի վերցնում։ Էն մեր առաջվա դանակները չկա, սուտ է։ Մեր հարևանը դանակ էր սրում, տաչիլիոյին ասում ինչ, վայ էդ ինչ սուր էր, զգուշացնում էր, հանգարց մատները չկտրեք, զգուշ կլնեք։ Իսկ այս դանակները մեզանից են, ոնց որ ասած, խնդրում, որ իրանցը լավ սուր տանք, չի լինում այդ դանակներով։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, երկրորդն էլ շրջանաձև կկտրտեմ և կշարեմ նույն ձևի։ Սա էլ կտրտեմ, կփորձեմ, ուզում եմ մի պակետը լավ սառի, քանի լոլիկ ունենք սիրելիներս, այդ սառածից փորձեմ, բացեմ, փորձեմ, մի օր խաշլամա պատրաստեմ, դնեմ կամ ձվածեղ պամիդորով, փորձեմ տեսնեմ համը ինչպես է։ Հիմա բոլորը կշարեմ, ոնց որ սառցախցիկը ունենք, լոլիկները կա, գնված չի, որոշեցի պատրաստեմ, շատ քաղցր լոլիկ է, շատ։ Մի հատ էլ կտրեմ, այդ պոչի մասը հանեմ, շատ քաղցր է և ջրալի է։ Մեր Հայաստանի Անահիտ սորտը ինքը ամուր պամիդոր է, հետևորդներ ջան, բայց ինձ դուր չի գալիս, շատ թթու է, շատ անհամ ջրի համ ոնց որ տա։ Հիմա դասավորեմ, մի 2 հատ մնաց, ոչինչ, կօգտագործենք։ Սա էլ երկրորդ սկուտեղը, տանեմ, դնեմ, սառցախցիկը կհանդիպենք սառելուց հետո։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն սառել է, տեսեք ինչ լավ ստացվել է։ Հիմա վակուումի տոպրակների մեջ ենք լցնում, այսպես ռուլոններով ենք գնել, մի կողմը փակում ենք, հիմա լցնեմ, քանի հատ մեզ հարկավոր է։ Տեսեք, ես շատ բարակ չեմ արել, որովհետև խաշլամայի համար և ձվածեղի համար լավ է, իսկ որ բարակել եմ արել, փորձել եմ, ավելի լավ է հաստ լինի։ Հիմա այս մեծերը առանձին տոպրակի մեջ այսպես շարեմ, հաստերը սիրում, քանի հատ ձեզ հարկավոր է, այնքան կարող եք լցնել։ Քանի հատ լցնենք մեզ, 6-7 հատ հերիք, 8 հատ, 4 կանենք, 4, շատ հարմար տարբերակ է, լավ էլ ստացվեց։ Կարող է ցելոֆանը չդնել, էլը կլիներ, որ լիներ խոսքի պերգամենտ, ավելի լավ։ Չկար, ցելոֆանի վրա շարեցի։ Հիմա այս միսինին վակուում կանենք, հետո հաջորդը կբերեմ, առանց ձեզ արդեն կլցնենք։ Լցրեցի, վերջացրեցի լոլիկները վակուումի պակետների մեջ։ Մեզ մոտ ստացվեց 3 պակետ, մանիկը սկսել է վակուում անել, տեսեք ինչ լավ քաշում է, վակուում է անում, հարմար է շատ վակուումով, ճիշտ է, սովորական պակետներով էլ կարող ենք դնել, բայց վակուումի ապարատի արած ինձ թվում է ոչ համ կգա, ոչ էլ հոտ կլինի, ավելի համեղ կլինի, փորձենք, տեսեք, լրիվ վակուում արեց, պրծավ, հիմա հաջորդը, 3 պակետ ենք ամենը։
Վերջ սիրելիներս, փակեցինք, վերջացրեցինք 3 պակետն էլ։ Ովքեր էլ մեզ հետ պատրաստում են, Աստված առողջություն տա, խաղաղություն երկրին, ուրախ վայելենք ձմռանը, ինչ փակոցներ որ անում ենք։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, ձեզ մաղթելով եղեք առողջ և օրհնված, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, ցտեսություն, մինչ նոր տեսանյութ։